Վարագույրից այն կողմ մեծ պահքի 4-րդ շաբաթվա պատարագ մատուցողը Տեր Վահրամ Ավագ Քահանա Մելիքյանն է։ Բացի խորհրդակատար քահանայի ծառայությունից, որը Տեր Հայրն իրականացնում է Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներում, նա նաեւ վարչական զբաղվածություն ունի Մայրաթորի դիվանատանը։ Հետևաբար մենք պակաս առիթներ ենք ունենում Տեր Հոր հետ կենդանի շփումների համար։ Պատեհ առիթ է Տեր Հոր հետ մեծ պահքի ընթացքում հոգևորականի ունեցած մտորումների, հանդիպող դժվարությունների մասին զրուցելու համար։ Երբ մենք խոսում ենք պահեցողության մասին եւ հոգևորականի կյանքի մասին, ապա այդ պահեցողությունը ըստ էության ոչնչով գրեթե չի տարբերվում այն պահեցողությունից, որ յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր եկեղեցու զավակ պահում է, որովհետեւ բոլորս կոչված ենք այդ պահքը ապրելու։ Հոգևորականի համար դա թերևս ունի մի փոքր նաև առանձնահատուկ այլ նշանակություն, որ առիթ է ընձեռվում ինչպես բոլոր հավատացյալներին հոգևորականին առավել եւս ինքնասևեռվելու, այսինքն կենտրոնանալու իր կյանքի ընթացքի վրա, որովհետեւ եթե մենք խոսում ենք հոգու կազդուրման մասին, ապա հոգևորականը, որ բացի իր առօրյա շփումներից նաև շատ մեծ պատասխանատվություն է կրում Աստծո առջև, ժողովրդի առջև, ունի բազում այցելուներ, որոնք որ գալիս են դիմում են հոգևորականին իրենց ամենատարբեր խնդիրներով, ցավերով, ապա հոգևորականը եւս իբրև մարդ կարիք ունի այդ ամենի միջով անցնելու եւ ոչ միայն անցնելու, այլ նաեւ կարողանալու ճիշտ ներքին դիրքորոշումներ, կեցվածքներ որդեգրելու այդ ամենի նկատմամբ։ Բացի մեծ պահքից մեր եկեղեցական օրացույցում շատ կան տարբեր տևողությամբ պահոց օրեր, որոնք սահմանվել են եկեղեցու հայրերի կողմից որոշ կարևոր եկեղեցական տոներից առաջ։ Պահքն ինքնասևեռման, պատրաստման առիթ է քրիստոնյայի եւ հատկապես քրիստոնյա հոգևորականի համար, ասում է Տեր Հայրը։ Իսկապես այդ բազում հանձնառությունների մեջ, որոնցով հոգևորականը կանգնում է խորանի առջև, լինելով կարծեք բարեխոսը, միջնորդը Աստուծո եւ ժողովրդի միջև, ինքը պետք է իր անձը եւս պատրաստի։ Հոգևորականը կոչված է լինել օրինակը իր համայնքի համար, կոչված է լինել ոչ միայն օրինակ, այլև չափորոշիչը հոգևոր կյանքի, որովհետեւ այո, շատ հաճախ մենք կարող ենք դժվարանալ այդ ճանապարհով շիտակ կերպով քայլել, անսայթակ կերպով քայլել։ Մենք էլ ձախողվում ենք, մենք էլ սայթակում ենք, մենք էլ վհատության, հուսահատության պահեր ենք ունենում, բայց այս ամենը մեզ օգնում է, որպեսզի մենք Աստծով կարողանանք հաղթահարել բոլոր տեսակի դժվարությունները, նեղությունները, հավատի փորձությունները, որոնք որ մշտապես առկա են մեր կյանքում։ Մեզ հետաքրքրեց, թե իր առօրյայում Տեր Հայրն ինչ խմբագրումներ է անում այս ընթացքում։ Օրինակ, ես ինքս ինձ համար նպատակներից մեկը, որ սահմանել եմ, դա փորձել ձեռք բազատվել մեր օրերի մեծագույն ախտերից մեկին, անընդհատ հեռախոսին նայելու, լուրերին հետևելու, ինչ որ բան ոչ օգտակար մեր հոգևոր կյանքի համար ընթերցելու։ Ես փորձում եմ դա անել։ Դժվար է ասել, որ միշտ է հաջողվում դա։ Մենք պիտի կարողանանք արգելքներ դնել մեր կյանքում, որպեսզի մաքրվենք։ Այլապես այդ արգելքներն են այն դարմանը, այն դեղերը, այն հաբերը, որոնք անհրաժեշտ են մեր հոգու կազդուրման համար։ Այժմ եւ միշտ եւ ավիթյան Քահանա հայրերն ամենաշատն են շփվում հավատացյալների հետ ամենատարբեր հարցերի շրջանակում եւ պատարակները լավագույն հնարավորություններն են խորանից քարոզելու ուղերձներ հղելու ներկաներին։ Երբ մեծ պահքի ընթացքում խորանը փակվում է, ինչ զգացողություն է ունենում վարագույրի այն կողմից պատարակող Տեր Վահրամը։ Մի կողմից դա թերևս այդ ահագնության եւ Աստծո առջև կարծեք թե միայնակ թեպետ կողքերից սպասավորներ կան, բայց Աստծո առջև այդ կանգնելու զգացողությունն է, բայց մյուս կողմից զգում ես այն զորավոր աղոթքը, որ թիկունքիդ ետևում է, որովհետև եւ անդրադառնում ես, եւ ապրում ես, եւ ընկալում ես, որ այդ ժողովուրդը այնտեղ կանգնած քեզ հետ աղոթում է եւ երբեք քեզանից անգամ այդ փակ վարակույրով չի կտրվել։ Պահքի անցած կիրակին նվիրված էր ավետարանական անիրավ տնտեսի առաքին։
Անիրավ տնտեսը մեկն էր, ով չարաշահելով տիրոջ վստահությունը, այդուհանդերձ խորագետ գտնվեց եւ բարեկամներ շահեց։ Իսկ ով է ներկա ժամանակի անիրավ տնտեսը։ Անիրավ տնտեսին մենք չպիտի փնտրենք մեր անձերից դուրս։ Յուրաքանչյուրս մեզ պիտի գիտակցենք իբրև տնտես մեզ հանձնված տնտեսության։ Երբ մենք տեսնում ենք, որ մեր կողքին կան մարդիկ, որոնք ունեն անհամարելի հարստություն, բայց իրենց կողքին բնակվում է աղքատ Ղազարոսը, որի վերքերը շներն են լիզում, որպեսզի այդ մարդը ինչ որ առումով ապաքինվի, ապա դա որևէ կերպ Աստծո փառքին չի ծառայում։ Պահքը այս ամենի մասին է։ Եվ Քրիստոսին չի ասում, որ մենք պիտի կարողանանք այդ մամոնայից եւ կամ մեզ տրված այդ հնարավորություններից միշտ մեզ բարեկամներ սարքել։ Եվ այդ բարեկամներ սարքելու այդ գործընթացը ճիշտ մեր կյանքի առաքելությունն է։ Երբ մենք նայում ենք, մենք մեր ժամանակը, որը մեզ տրված է, վատնում ենք, թե ճիշտ կերպով ենք օգտագործում։ Փաստորեն, հոգևորականը եւս երբեմն փորձության առջև է կանգնում։ Կարողանում է կամ չի կարողանում հաղթահարել այն, եւ հոգևորականն ինքն էլ հաճախ ունենում է հոգևոր խորհրդատուի կարիք, որովհետեւ բոլորս նույն ժամանակներում ապրող մարդիկ ենք տարբեր առաքելություններով, իսկ մեծ պահքը այդ առաքելությունը գիտակցելու, կյանքը վերատեսության ենթարկելու ժամանակահատված է քրիստոնյայի համար։ Տեր հոր հետ զրույցն ընդհատեցինք չզրկելու համար հավատացյալների հետ կենթանի շփման հնարավորությունից։ Սոնա Խաչատրյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։